Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես տարածաշրջանում տիրող լարվածությունը նոր փուլ է թևակողում։ Իրանից արձակված անօդաչու սարքեր են խոցվել Ադրբեջանի տարածքում։ Երկրի արտաքին գերատեսչության տվյալներով մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի շրջակայքում, մյուսը դպրոցի մոտ, կա 2 վիրավոր։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողություններից հետո սա առաջին ենթադրյալ հարվածն է Ադրբեջանի տարածքին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենց տարածքի վրա այս հարձակումը խախտում է միջազգային իրավունքների նորմերն ու սկզբունքները։ Ադրբեջանը պահանջել է, որ Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի միջադեպը, բացատրություն տա եւ ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Բաքուն նաեւ իրավունք է վերապահում իրեն ձեռնարկել պատասխան միջոցներ։ Միջադեպի պատճառով Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք եւ կուղարկվի համապատասխան նոտա։ Իրանական կողմն այս հարցով դեռևս որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Ay Allah. Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունները։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարգանքով է վերաբերվում հարևան եւ բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությանը եւ հերքում է այդ երկրի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Իրանից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար։ Հայ-իրանական սահմանին Նորդու զագարակ անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ խնդիրը լուծված է։ Ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին ժամը 4-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը սահմանով, իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։ Արտակարգ իրավիճակ Միացյալ Նահանգների Սենատում լսումների ժամանակ ամերիկացի ծովային հետևակի վետերանը բողոքի ակցիա իրականացրել Իրանում պատերազմի դեմ, հայտարարելով, ոչ ոք չի ուզում կռվել Իսրայելի համար։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են դահլիճից։ Լրատվամիջոցները գրում են, որ Սենատը հրաժարվել է սահմանափակել Թրամփի ռազմական լիազորությունները Մերձավոր Արևելքում իրականացվող գործողության վերաբերյալ։ Let go of your hand. Let go of the door. Let go of the door. The senator broke his hand. A sitting U.S. senator just broke the hand of a Marine. Sir. Control your Senate. I'm stuck in the door. Okay, sir. A U.S. senator just broke the hand of a Marine. Hand's stuck. A U.S. senator just broke the hand of a Marine. You're a coward. Բաքուն նավթամթերքի նոր խմբականակ է ուղարկել Հայաստան 31 վագոն բեռնված 1984 տոննա դիզելային վառելիքով։ Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է 2 վագոն բեռնված 135 տոննա ռուսական պարարտանյութով։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։ Նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին իբր օկուպացիայի ժամանակներից ի վեր։ Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է Մոսկվայում կայացած միջազգային լեգենդների մրցաշարի հաղթող։ Մրցաշարին մասնակցում էին վետերան շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Ֆիլիպիններից։ Վահանյանը մրցաշարն անցել է առանց պարտության։ Զուգահեռաբար կայացած Aeroflot-ի մրցաշարում բարձր տեղեր են զբաղեցրել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Հայկ Մարտիրոսյանը։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։